Արքան որպես այգեպան։ Արարատի թագավորության միապետների բազմաթիվ արձանագրություններում հիշատակվում են պարտեզների կամ այգիների և խաղողուտների ստեղծման մասին։ Սովորաբար ուրարտական արքաները պարտեզ և խաղողուտ են հիմնել նոր քաղաք ամրոցներում, խալդեան դարպասների հետ միասին։ Գյուզակի արձանագրությունում ևս հիշատակություն կա խալդեան դարպասների հիմնման, ինչպես նաև նոր ամրոցի կառուցման մասին, որը Մենուան անվանում է Խալդիի քաղաք։ Այստեղ նշվում է նաև Մենուայի խաղողուտի և պարտեզի հիմնման մասին։ Արձանագրության վերջին հատվածում տրված են խալդեան դարպասների և Պուլուսի կոչվող կոթողի առջև Խալդիին և Ուարուբանիին զոհեր մատուցելու և ինչ-որ արարողություններ կատարելու կարգադրությունները։ Կարելի է եզրակացնել, որ պարտեզներն ու խաղողուտները սովորաբար հիմնվել են նոր ամրոցների կառուցումից առաջ, խորհրդանշելով ուրարտական արքաների որպես տերության, գերագույն այգեպանի և պետության արգասաբերության երաշխավորի իշխանությունը։ Այն, որ պարտեզների և խաղողուտների առնվազն մի մասը հիշատակվում են խալդեան դարպասների և Սուսի տաճարների հետ նույն համատեքստում, մատնանշում է, որ նշված ձեռնարկումները որոշակի կապ են ունեցել Խալդի աստծո պաշտամունքի հետ և երբեմն կազմել նրա կիսապաշտամունքային համալիրի մասը։ Ամենաուշագրավն այն է, որ պարտեզներ և խաղողուտներ են հիմնվել Խալդիին վերաբերող պաշտամունքային կառույցների հետ համատեղ։ Սա վկայում է, որ ուրարտական հասարակությունը չափազանց մեծ տեղ է տվել հողագործությանն ու այգեգործությանը, իսկ Վանի արքաներն իրենց հռչակել են այդ պատվաբեր աշխատանքի երաշխավորը։ Նախագծի գլխավոր գործընկեր Ագբաբանկ